Բա հայի գենը։ Հայի գենը այդպեսի բան չկա, հայերի գենը ինչ անհրաժեշտ գեն։ Մարդը ունի սպիտակուց կոդավորող 20000 գեն ու բազմաթիվ այլ հատվածներ իր DNT-ում, այդ միլիոնավոր կետերով, որոնք որ մյուս մարդկանց մոտ է կա։ Այլ բան, որ նույն գենը ինքը, ասենց ասեմ, ինքը մի հատ բան չէ, ամբողջություն չէ, որը որ ստատիկ է։ Ինքը փոխվում է, որովհետև գենը կազմված է DNT-ի հատվածից, այսինքն DNT-ն ինքն իրենից պոլիմեր է ներկայացնում, այսինքն մոլեկուլների հաջորդականություն, այնտեղ կա 4 տեսակի մոլեկուլ, ոնց որ շատ չխորանամ մեծ կենսաբանական մանրամասների մեջ, բայց այդ 4 տարբեր մոլեկուլների իրար հետ հերթականությամբ շարվելու տարբեր կոմբինացիաներով առաջանում ինչ որ գենետիկական տարբերությունները, գեները։ Հիմա այդ ֆունկցիոնալ միավորի մեջ կան հատվածներ, որոնք պարտադիր չի բոլորի մոտ նույնը լինեն։ Ու ինչ որ հատկանիշներ, որոշ մարդկանց մոտ կամ մարդկային խմբերի մոտ շատ է լինում, իսկ մյուսների մոտ քիչ է լինում։ Այդ ձև ինչ որ նյուանսային տարբերություններ կլինի, բայց կոնկրետ որ ասես հայի գեն, այդպիսի առանձին մի հատ գեն չկա, որ ասենք որ այս գենը մենակ հայերը ունեն։ Որտեվ հայ ասելով շատ մարդիկ են եղել պատմության ընթացքում, որոնք որ ժամանակին հայ են եղել, բայց ժամանակի հետ իրենց կրոնը, լեզուն փոխել են, դառել են այլ ազգի։ Գենն էլ կորցրել են։ Գենը չեն կորցրել, կենսաբանությունը կապ չունի։ Դե գեն կորցնել, այստեղ գենը պետք է վերցնել ճագերտների մեջ, որովհետև դա մշակութային կոդի մասին է, դա կենսաբանության հետ կապ չունի։ Կենսաբանությունը առանձին, իսկ այդ գենը կորցնել, դա լեզուն կորցնելն է, դա հավատալիքների ու մշակութային առանձնահատկությունների սովորությունների կորուստն է։ Այդ ձևի կորուստները, փոփոխությունները կարող են լինել, բայց դա կենսաբանության հետ կապ չունի։ Հայաստանում ժամանակին են վատ վերաբերվել խառնամուսնություններին, հիմա էլ դա պահպանվել է։ Ասում են, երբ ամուսնանում ես այլ ազգու հետ, կորցնում ես հայի գենը։ Կա նման բան։ Հայի գենը կարելի է կորցնել ամուսնանալուց հետո, եթե երեխան հայ չդաստիարակվի։ Ինքը սկսի ուրիշ լեզվով խոսալ, իրեն հայի նման չպահել իր կենցաղում, սովորությունների հարցում, բայց այդպիսի գեն կորցնել հասկացողություն չկա, ու մարդիկ իրանք կարող են որոշել, եթե իրանք գտնում են, որ ճիշտ է, որ իրենց երեխային հայ մեծացնեն, դա իրանք ձեռքում է, ոչ մի գենի կորուստ տեղի չի ունենում։